Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը ուր գնա, չհասկացա, ներողություն։ Ազատության հրապարակ Ռաֆի Հովհաննիսյանի։ Բայց ինչի գնա, ինչ խոսահետ։ Ինչ առաջարկներ ներկայացնի, դիմորդները տա, հորդոր։ Եթե պետք է հորդորի, պետք է առաջարկի, պետք է դրա փողերը մտածի, թող նեղություն քաշի, ինչքան այդ սովածնի, մատ մեքենա նստի, ոտքով դժվարական գնա Լևոն Տեր-Պետրոսյանի տուն, ասի եկել է քու փոքրիկ եղբայրն եմ եկել եմ խորհուրդ հարցնեմ, դա կտա խորհուրդները։ Այսինքն կարծում եք Ռաֆի Հովհաննիսյանը չունի Լևոն Տեր-Պետրոսյանի խորհուրդների կարիքը։ Եթե խելքում ունեմ, միշտ պետք է ունենա դրա խորհրդի կարիքը, բայց ուրիշ բան ասեմ, ուղղակի ես ինքս եմ սա մտածում առանց չունենալով Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը իրականում։ Սա մի 3-4 տեղ կրկնես մի հատ միտք, անիմաստ ու անտաղանդ չէ։ Անիմաստ մի բան ասեց, ասում է թե 3 նախագահների ընտրությունների ժամանակ եղել են կաշառքներ։ Բայց նա մոռանում է, որ բացի նախ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք դուք երիտասարդ եք չեք հիշում դա, որ մի քիչ տարիք ունի պետք է հիշի, որ ծիծաղելի է խոսալ, չէ որ կաշառք կար առաջին նախագահական ընտրությունում կամ երկրորդում։ Հետո ինչպես։ Այո, հետո դրանից մենք մոռանում ենք, որ նաև մեր երկրում իրական նախագահ դարձել Կարեն Դեմիրճյանը։ Առանց կաշառքի։ Մեր երկրում ժողովուրդը ձայն է տվել առանց մի կոպեկ կաշառքի նաև Ստեփան Դեմիրճյանին։ Այս նախավերջնության ժամանակ առանց 1 կոպեկ էլ ձայն տվեց Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ինչից է։ Այ նա հավաստացնում է այդ ամեն ինչը։ Բացի դրանից, հիմա ես կարող եմ ձեզ մի 15 կետ թվարկել, դրանց մասին արդեն խոսացել եմ, չեմ կրկնվեմ, թե իր նախընտրական ամբողջ ժամանակահատվածում ամեն կերպ ոնց է քարկոծում ընդդիմությանը և գովերքում գործող նախագահին, այս նույն Ռաֆի Հովհաննիսյանը։ Հիմա ուզում եք, ես իմ արտական կարծիքն եմ ասում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բեկանա գնա Ազատության հրապարակային ինչ խորհուրդ տա, ասի տղա ջան, մարտի 1-ից ձեռքերդ հեռու, դու քունքերդ չի ասում, ուրեմն նախագահական նույնությունների մասին մի խոսա, եթե ես կաշառքով էի նախագահ դարձել, ապա բայրներ քեզ նշանակեցի արտգործ նախարար, ասեի ոչ, ես չեմ կարող, որտեղ դուք մաքուր չեք եկել նախագահ, ուրեմն դա հիշողնով կարճ է այդ տղայի, այնշնամ կարելի էր, հիմա չի կարելի էր։ Այս պատմությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը ինչպես պետք է վեր կանա գնա մի մարդը ինչ խոսա, ինչի մասին խոսա։ Ասի որ տղա, ասի հիշողություն չունես, այդ որ հիշողություն չունեցողն ասում որ ինքը հիշողություն չունի։ Ինչ խոսա։ Իսկ եթե Ռաֆի Հովհաննիսյանի առաջարկները ընդունվեն, ինչ եք կարծում, ինչ որ բարեփոխումներ կլինեն, եթե այդ պաշտոնները, որոնք ինքն է ցանկանում, իսկապես լինեն իրենը, ինչ կլինի եթե։ Դուք ասեցիք եթե սարսափել են։ Եթե հանկարծ այդ առաջարկները ընդունվեն, ես էլ այդ տարբերակը որոնք կլինեմ Սերժ Սարգսյանի կողմից։ Որտեղ գիտեմ սա ինչ է անում, գիտեմ որ սա որ վատն է, բայց նա ինչ է։ Բայց նա վատն է այդ։ Իսկ որ նա ինչ Աստված գիտի։ Այ Սերժ Սարգսյան գիտեմ ով։ Կլինեմ իր կողմից։ Ինքն չեք կարծում որ Ռաֆի Հովհաննիսյանը ժողովրդի կողմից է։ Ժողովրդի կողմից։ Ես միամտորեն այդպես եմ կարծում, որ Ղազարյան օրինակ։ Ժողովրդի կողմից, ձեզ ասեմ, լավ։ Ուրեմն անկեղծ հարցվեցի անկեղծ պատասխանեմ։ Դուք ուշադրություն դարձրեք, թե նա ինչ մասնա խոսում ընդհանրապես, չեք դարձնում։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, որ նրա օրինակ ես գալիս եմ տուն և վերցնում եմ ելույթները և թուղթ ու մատիտով կարդում նրա ելույթը։ Ինձ համար ծաղկաքաղ եմ անում ելույթներից։ Հետո նայում եմ տարբեր տեսակետություններ։ Ես այդ ամեն ինչի մեջ տեսնում եմ ֆյուրերիզմ։ Ես տեսնում եմ իհարկե չեմ կարող համատել, դրանք լուրջ մարդիկ են շատ եղել, Դուչեն, Ադոլֆ Հիտլերը, Սալազարը, դա լրջագույն մարդիկ են եղել։ Էլի կարող եմ թվարկել միշտ լրջագույն բռնապետների և ֆյուրերների,
Սա ֆյուրերիկություն է անում, օրինակ ինքը ցանկանա, որ հարթակում մենակ ինքը երևա։ Մենակ ինքը։ Այդ թիկունքում մարդ պետք է չերևա, որտեղ դա ֆյուրերիզմի առաջին նշանն է, մենակ դու երևա։ Այդ դներ ծաղիկ դնելու մարտի մեկին, դեպի միաստիկանի հարցան։ Ապոգանի հատվածում արդեն վազում էր համարյա, գիտեք ինչու, որ կինը հանգար չհասնի իր կողքով գնա, ինքը մենակ պետք է գնա։ Տեսել եք ու նախ էր գնում այցը դիմացից։ Մենակ ինքը պետք է գնա։ Տեսեք օրինակ երեք չարաչորը ամնա շատ գեղեցիկ ելույթ ունեցա, շատ գեղեցիկ եւ ուրեմն ելույթ, որի մեջ գաղափար կար, միտք կար եւ լրջագույն ծրագիր կար դրված, դա Աշոտ Մանուկյանի ելույթն էր հանրահավաքել։ Որտեղ Աշոտ Մանուկյանի ելույթի մոտ մնացածները ուրախ խամրել էին, չէ՞։ Ճիշտ եմ ասում։ Նա վերկացավ, դա կուլ չտվեց այդ խելոք ելույթը եւ իրոք ոցաշունչ ելույթը։ Ասեց Աշոտը ճիշտ չէ, ճիշտը ժողովուրդն է, նա կորոշի։ Այսինքն ինչ որ ֆյուրերից առաջ է պետք է ոչանա, ֆյուրերիկից ինչ որ առաջ է։